Ժամը եթերում դեմքեր աղորդաշարն է, բարև ձեզ, այսօր մենք հյուրընկալել ենք կինոռեժիսոր Վահե Յանին, բարև ձեզ Վահե, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք մեր տաղավարում եւ քանի որ ռեժիսոր եք, ես այս հարցը չեմ կարող ձեզ չուղել, ռեժիսուրան ըստ ձեզ արհեստ է թե արվեստ։ Գիտեք, երկուսն էլ կան, եւ արհեստ է եւ արվեստ, ես կձևակերպեմ այսպես, ռեժիսուրան ավելի շատ արհեստ է, արվեստը ճիշտ արտահայտելու համար, որովհետև օրինակ եթե մենք չիմանանք տառեր, չիմանանք մեր լեզուն, բնականաբար գեղեցիկ չենք կարող խոսել եւ ասել այն, ինչ մտածում ենք։ Այսինքն տեխնիկան ինչ խոսք պետք է, որովհետեւ դու կարողանաս քո արվեստը արտահայտել։ Ինչ եմ խոսում կոմերցիոն ֆիլմերի մասին կամ ֆիլմեր, որոնք ուղղակի ստեղծված են նրա համար, որ փող աշխատեն, ուրիշ ոչինչ։ Ես խոսում եմ ֆիլմի մասին, այո, եւ մեր հիմնական խնդիրներից մեկը նաեւ այն է, որ այդ մոլորությունը կա, որ ինչ կապ ունի Ֆելինին, չունեցե կրթություն կամ ինչ ռեժիսոր չունեցե կրթություն, կարևոր արվեստն է, ես կստեղծեմ եւ այլն, բայց քանի որ այն տարական գրագիտությունը չունեն, նա ուղղակի ստացվում է, չգիտեմ, իրանք անվանում են art-house, ես երևի թե կանվանեմ հիմարություն։ Խոսեցիք այդ կրթական էլեմենտի մասին, կուզեմ ավելի ընդլայնեք, հա, կոնկրետ Հայաստանում ինչպիսի վիճակ է հիմա այդ առումով եւ ինչպիսի տեղ պիտի զբաղեցնի կոնկրետ կրթությունը ռեժիսորի մոտ։ Կրթությունը ռեժիսորի մոտ պետք է զբաղեցնի առաջնային դերը, որովհետև հիմա 21-րդ դարն է եւ այսօրվա ռեժիսորները հիմնականում պետք է հիմնվեն բազային գիտելիքների վրա։ Այսինքն պետք է ստեղծման պահից մինչև այսօր ամեն ինչ իմանան, որովհետև այսօրվա ռեժիսուրան հիմնված է ինտելեկտի վրա։ Մենք չգիտեմ ինչի խուսափում ենք այդ ինտելեկտը, քայլ ենք անում եւ ասում ենք ես այնպեսի տաղանդ եմ, որ դեռ չգիտեմ, կանեմ կտեսնեք կամ ինչ որ պատահականությունների վրա են հույսը դնում եւ դա ճիշտ չի։ Եվ մեր կրթական համակարգը իհարկե լավ վիճակում չի գտնվում, որովհետեւ մենք չունենք կոնկրետ ներմուծված եվրոպական դպրոց, չգիտեմ, ամերիկյան դպրոց, կինոդպրոցի, նույնիսկ ռուսական դպրոցը, որ ժամանակին խորհրդային միության այդպիսի շկոլա արտահայտություն կար, ռուսական դպրոցը արդեն իր ֆիլմերով երբ որ նայում ենք, արդեն թևակողում է եվրոպական դպրոցի ոճին։ Իսկ այսօր մեզ մոտ սովետական դպրոցի մնացուկներն են, դասախոսները հին, չգիտեմ, պայմանները այդքան էլ լավ չեն ու այդ խառնարանից ես ուղղակի չգիտեմ ինչ է ստեղծվում։ Բայց ինչու մենք ունեինք նախկինում եւ հիմա չունենք, ի՞նչն է պատճառը։ Պատճառը լավ կադրերի պակասությունն է, այդ լավ կադրերի պակասությունը ես չեմ կարող բացատրել ինչու է պատճառը, չգիտեմ, ինչու լավ կադրեր այսօր չունենք, ինչու չենք վերցնում արտասահմանյան դպրոց եւ սկսում ուսուցանել, ինչու են մարդիկ գնում երկրից։ Ես ավելի շատ հանդիպել եմ այնպիսի երևույթներին, որ անհատ ստեղծագործողը գերադասում է դուրս գալ երկրից եւ ստանալ կրթություն, չգիտեմ, Ռուսաստանում կամ Եվրոպայում եւ իհարկե դա ճիշտ եմ հավանում։ Իսկ ինչի արդյունքում պիտի ձևավորվի այդ լավ կադրը, որտեվ դպրոց եթե ստեղծվի համապատասխան, իրենք կտան նաեւ այդ կադրերին։ Ու այդ կադրը թեկուզ հնարավոր է նաեւ կան այդ կադրերը եւ արտագաղթում գնում են, բայց հիմնական կլինեն մարդիկ, որոնք կուզենան ապրել եւ աշխատել Հայաստանում։ Այսինքն ինչու է այդպես եւ ինչու այսօր լավ կադրեր չեն երևում հանրային միջավայրում։ Մարդիկ չեն ճանաչում իրենց։ Կարծում եմ դա կապված է միևնույն է կասեն ֆինանսների հետ, որովհետև կինոյին եւ հեռուստատեսությանը լուրջ ուշադրություն չի դարձվում այսօր եւ բավարարվում են նրանով ինչ ունեն, բայց այդպես չպիտի լինի, որովհետև չմոռանանք, որ հեռուստատեսությունը հասարակություն է կրթում եւ այդ կրթական մեխանիզմը մեզ մոտ շատ վատ է աշխատում։ Ամբողջ խնդիրը դա է, ամբողջ խնդիրն է, որ ինքը սևեռում ուշադրության մեջ չի գտնվում, բայց հավատացած եմ, որ ամեն ինչ լավ կլինի մի օր։ Եթե ավելի կոնկրետ խոսենք եւ օրինակ սերիալների օրինակով դիտենք, այնտեղ նրանցում դուք որպես մասնագետ տեսնում եք ռեժիսուրա, ինչ մակարդակում է այդ ռեժիսուրական արվեստը եւ արդյոք այն քարոզչությունը, որ կա, դա ռեժիսորի մեղքն է, թե սցենարիստի, թե համատեղ աշխատանքի։ Հեռուստատեսության մեղքն է։ Չգիտեմ, շատ անլուրջ կլինի, որ հիմա ես խոսեմ, ասեմ սերիալներում կա ռեժիսուրա, թե չէ։ Խնդիրը դա չէ։ Հեռուստատեսությունը իր հերթին պարտադրում է, որ չգիտեմ, եթե դու այդ օր գնացիր նկարահանելու, դու պետք է մի սերիա բերես։ Իսկ կինոն կամ որակյալ արտադրանքը մենք բոլորս գիտենք, որ մի օրում չի ստեղծվում եւ մարդիկ այդ նեղ պայմաններում սկսում են արագ լավ լույս սենս դիր, նա այնպես դիր, լավ դու ես խոսա, այսինքն ժամանակ չունի, եթե դերասանը սցենարը կարդում է ճանապարհին, ինքը չի ասում վերապրի, մտնի, չգիտեմ, դերի մեջ հասկանա, գիտակցի, իր սեփական վերլուծություն տա, արագ ամիջ, այսինքն կանվեր արտա
արտահայտություն կա այսօր, սերիալները մեր մոտ conveyor վիճակի մեջ են գտնվում եւ չգիտեմ ընդհանրապես այդտեղ ռեժիսուրա կա թե ոչ։ Բայց դա նաև հեռուստատեսության մեղքն է եւ պատվիրատուների մեղքն են, որովհետեւ ես կարող եմ Բրիգադա ֆիլմի օրինակը բերել, սկզբից երբ որ նկարեցին, առաջին սերիալ նկարանելու ժամանակ իրենք ոչինչ չունեին, խնդրելով ընկերոջից, չգիտեմ, մեկից տեսախցիկը, մեկից այս դերասանների энտուզիազմով, բայց բավական է այդ առաջին սերիան եթեր գնար եւ երկրորդ սերիայի բյուջեն արդեն կազմում էր $250,000։ Այսինքն մեր պատվիրատուները չեն գիտակցում, որ ավելի լավ կլինի պատվիրել 12 կամ 20 սերիանոց նովել, որոնի շատ լուրջ հիմքերի վրա նկարահանված տեխնիկական առումով, եւ իրենք այդ դրա մեջ տնեն գովազդը, այսինքն կարճ լինի տևողությունը, բայց չէ, իրենք ուզում են, չգիտեմ, սեզոնով գնա 6 ամիս, անընդհատ իրենց գովազդը ասեն։ Այսինքն այդ ինստիտուտը մեզ մոտ զարգացած չէ, պրոդյուսերական ինստիտուտը, որը աշխատի հովանավորի հետ ներկայացնի, սովորեցնի, մեզ մոտ ուղղակի զարգացած չէ, դրա համար այսօր Բայց մի քանի կազմակերպություններ կան, դրանք լավ չեն աշխատում, պրոդյուսերական նկատի ունեմ, թե մոնոպոլիա է դաշտում կամ ինչն է պատճառը, ավելի առարկայական։ Մոնոպոլիայի մասին դեռ չեմ կարող խոսել, որովհետև մենք նոր ծնված երկիր ենք 88 թվականից հետո կարելի ասել մենք փոքրիկ մոնոպոլիաների մասն է, որ Հայաստանում այդ դաշտը գրավել է, չի թողում նորը մտնի այդ տարածք եւ ինքն էլ լավ ավելի լավ արտադրանք չի տալիս բնականաբար։ Այսինքն մրցակցություն չկա, որ լավը ձևավորվի։ Կարելի է ասել, որ այո, մրցակցությունը առողջ չէ, որովհետև եթե որոշակի ստրուկտուրաներ պատկանում են որոշակի մարդկանց, իրենք են այսօր թելադրում ճաշակը։ Եվ այնպես չի, որ երբ որ այսօր դու այդպիսի հնարավորություն ունես նկարահանելու կամ դերասաններին հավաքելու, ստեղծելու, դու ազատ կարող ես մտնել մրցակցության մեջ, ինչ խոսքի ես խնդիրներն կան։ Խոսեցինք ճգնաժամային իրավիճակի մասին ռեժիսուրայում եւ առհասարակ պրոդյուսերական դաշտում, բայց ավելի գլոբալ եթե նայենք Հայաստանում առհասարակ ինչպիսի վիճակում է մշակույթը եւ ինչ խնդիրներ կան կոնկրետ մեր երկրում։ Իմ կարծիքով ամբողջ խնդիրներ են։ Իհարկե այսօր մշակույթը վատ վիճակում է, որ ճյուղներ նայենք, որովհետեւ կարելի ասել մենք մշակույթ չունենք, որովհետեւ երբ որ Սովետային միությունը փլուզվեց 88 թվականից, մենք ջնջեցինք ամբողջ անցյալ այն ինչ ունեցել ենք եւ սկսեցինք առանձին քայլեր անել, առանձին քայլերով ու իհարկե այդ խառնարանի մեջ ենք մենք հիմա դեռ։ Այո, մենք մշակույթ չունենք այսօր, լավ, բավարար, հստակ ազգային նկարագրին համապատասխան հստակ քայլերով առաջ գնացող մենք ինչ որ խառնարանային վիճակների մեջ ենք բոլոր ճյուղերը կրկնում եմ բոլոր ճյուղերը եւ մանավանդ այն ճյուղերը որոնք այսօր հասարակություն են կրթում հեռուստատեսությունը կինոն եւ այդպիսի տենդենս եմ ես նկատում այսօր արվեստը մի ձև ավելի շատ սարքել են շիրպատրեպ, հա, ռուսական այսպեսի բառ կա, իրան էժանացրել են, հասցրել են հանդիսատեսի մակարդակին, իսկ հեռուստատեսությունն իր հերթին ասում է դե պահանջարկ կա, անում ենք, այսինքն ինչ է նշանակում պահանջարկը կա, դու անում եք, դա ինձ համար հեռուստատեսային մարմնավաճառություն է, որովհետև եթե գեղեցիկ աղջիկ քայլում է, նրա պահանջարկը միշտ կա, ինքը պետք է բոլորին տրվի, կամ եթե մենք նայենք աշխարհում ամենաշատ պահանջված բանը, որ Google-ի որոնման մեջ գրում են, դրանք կներեք արտահայտությանս համար պոռնո սայթերն են եւ պոռնո նկարներն են, պոռնո վիդեոներ, ուրեմն ինչ անենք, մեր հեռուստատեսությունը սարքենք պոռնոգրաֆիա 18 ժամից 10 ժամը դա ցուցադրենք, ես դա անբարոյական եմ հավանում։ Ու բոլոր ժամանակներում ոչ թե ըստ պահանջարկի են ձևավորել, այլ մշակույթը, այլ մշակութային գործիչները, մտավորականները իրենք են թելադրել ինչ պետք է լինի, իրենք են ժողովրդին բարձրացրել այդ մակարդակին, ոչ թե իջել, լավ, իրանք ներքևում են, օքեյ, ուրեմն կտանք այն, ինչ որ իրանք ուզում են նայեն։ Դա միանշանակ ճիշտ չէ, ես ճիշտ չեմ համարում։ Մենք չունենք մտավորականներ, չունենք մշակութային գործիչներ, թե ուղղակի նրանց տեղ չի տրվում եւ իրենց մասին ուղղակի, չգիտեմ, անկյուններում են պահում կամ թողնում գնում են այս երկրից։ Իսկական մտավորականներին տեղ չի տրվում։ Որովհետեւ այսօր ինչ որ ձևավորվել է կեղծ խավ, որը կոչվում է էլիտա։ Չգիտեմ, դրանց մեջ գտնվում են մարդիկ, որոնց մեծ մասը մտավորականության հետ կապ չունեն, իսկ մենք գիտենք, որ էլիտա հենց նշանակում է մտավորականություն։ Այսօրվա մեր իսկական էլիտան, իսկական մտավորականությունը հիմա գտնվում է շատ վատ վիճակում։ Մարդկանց չեն ճանաչում, մարդիկ դժվար աշխատավարձով ծայրը ծայրին հասցնելով ու այո, իրենք իրենց անտեսված են զգում մեծ մասը։ Նաև խնդիրն այս է։
խնդիրն այս է եւ սրանց մասին շատ լուրջ պետք է մտածել, սրանք ահագնացող խնդիրներ են, որ մենք պետք է բարձրաձայնենք սրա մասին, ոչ թե բողոքել, ես չեմ բողոքում։ Ես շատ երջանիկ մարդ եմ եւ բողոքելու ոչինչ չունեմ, ունեմ հրաշալի ընտանիք, ունեմ լավ ընկերներ, ունեմ գործ, որը սիրում եմ, ապրում եմ դրա համար եւ ասում են, որ իմ գործում հաջողված եմ։ Այնպես որ պետք է ուղղակի բարձրաձայնենք այդ խնդիրների մասին։ Ասում են արվեստագետները, նաև ռեժիսորները աշխարհը տեսնում են այլ կերպ, այսինքն եթե մենք տեսնում ենք քողարկված այն ինչ որ մատուցվում է, դուք տեսնում եք ավելի իրական եւ ավելի ռեալ։ Եթե վերլուծեք այդ տեսածը, ինչպես կարելի է այդ խնդիրներին լուծում գտնել կամ որն է այս դեպքում ելքը։ Սկսեմ նրանից, որ ռեժիսորներ եւ արվեստագետ, ես զզվում եմ արվեստագետ բառից։ Մշակութային գործիչ ինձ համար այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև մարդը կարող է լինել արվեստից գիտակ, արվեստագետ, բայց չգործի այդ բնագավառում։ Մշակութային գործիչները, այո, ես գտնում եմ, որ այս խնդիրների լուծումները պետք է լինեն ոչ թե դեմոկրատական քննարկումներով, հավաքվեն թոք-շոուներում, բղավեն, չլսեն ով ինչ է ասում, ոչ, պետք է կացնային հարվածով լինի։ Կացնային հարվածով եւ դա պետք է արվի վերևից միանշանակ, ես այդպես եմ կարծում։ Երբ որ օրենք ընդունեցին, կարծեմ չէ, երբ որ նամակ էին ուղարկել նախագահին, որպեսզի ցենզուրա մտնի հեռուստատեսություն բան, ես շատ ողջունեցի դա եւ դա ինձ շատ դուր եկավ, որովհետեւ դա շատ լուրջ քայլ կլիներ։ Սերիալների մասով նկատի ունեք։ Եվ սերիալների եւ առհասարակ, ես այդպես հասկացա, եւ այո, եթե վերևից սկսեն արդեն ճնշում գործադրել եւ որոշակի ցենզուրա մտցնել, դա շատ լավ կլինի։ Միանշանակ ես այդպես ընկալեցի։ Նու իհարկե, եթե այն կոմիսիան, որը ստուգելու է, չլինեն ուղարկի, չգիտեմ, փողկապով չինովնիկներ, այլ լինեն իրոք գործից հասկացող մարդիկ, թեկուզ այնպիսի մարդիկ, որ այսօր շատ լավ մասնագետներ են, բայց անտեսված են, բայց դա միայն առաջին քայլն է, դա այլ խնդիր չի լուծի։ Բայց նախագահը խոստացավ, ներողություն եմ խնդրում, նախագահը խոստացավ, որ խնդրին լուծում կտրվի, կստեղծվեն ինչ-որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն, բայց մինչև այսօր մենք ոչ մի քայլ կարծեք թե չենք տեսնում։ Դե մենք չենք էլ կարող դա շուտ տեսնել, որովհետև դա շատ դանդաղ ու երկար ժամանակ խմող process է։ Բայց կարևորը առաջին քայլն է, այո, եւ ես շատ կողքեվորվեմ, եթե առաջին քայլը լինի։ Այսինքն, երկրորդ քայլը պետք է լինի լավ մասնագետներին, որակյալ մասնագետներին զբաղեցնել այդ տեղերում եւ ապահովել նորմալ աշխատավարձով։ Ես չեմ ասում բարձր, անիմաստ է Հայաստանում խոսել բարձր աշխատավարձի մասին, նորմալ աշխատավարձով։ Այսինքն, որ այնպես չստացվի մի մարդ, ով որ գիտակ չի ոչինչ բանից, ինչ որ չգիտեմ ոնց իրան հանձնեն տեսախցիկ եւ սկսի ֆիլմ նկարահանել։ Այսինքն, այդպեսի ասում ենք խորհրդային տարիները, որ մենք քննադատում ենք խորհրդային տարիներին, ոչ մի պատահական մարդ չէր կարող վերցնել տեսախցիկ ու ֆիլմ նկարել։ Այնտեղ մեծ ինստանցիաներ կային, որ ինքը պետք է անցներ, ինքը պետք է, չգիտեմ, դիպլոմ եւ այլն, խորհրդային նոր իրեն թողնեին մոտիկից տեսներ այդ տեսախցիկը եւ կպներ այդ տեսախցիկին։ Եվ հիմա եթե սովետական տարիների հեռուստատեսությունը եւ մեր հեռուստատեսությունը եթե համեմատենք, մեր հեռուստատեսությունը ավելի վատ մակարդակում է։ Ինչու՞։ Որովհետեւ սովետական տարիների հեռուստատեսության հաղորդումն է վատ բան չկար նայելու։ Չկար վատ արտադրանք։ Դու ուղղակի կարող էիր ընտրել, որ մեկն ես ուզում նայել, բայց վատ արտադրանք չկար։ Այստեղ մի բայց կա, երբ հեռուստատեսություններին ենք հարցնում, այդ ընկերությունները նշում են բիզնես շահերը, այսինքն ես այդ ժամին գովազդ եմ դնում եւ ստանում եմ հիմնական եկամուտը, որով ես կարողանում եմ լրատվություն ապահովել կամ այլ մշակութային հաղորդումներ ապահովել։ Այս դեպքում, եթե շահերի բախում է տեղի ունենում, բիզնեսը կոնկրետ այս դեպքում բիզնեսը հաղթում է մշակույթին, բայց արդյոք պետք չի նաեւ հաշվի առնել այդ ընկերության բիզնես շահերը, որտեղ հակառակ դեպքում գուցե նա փակման վտանգի առջև կանգնի։ Ասենք սովետական տարիներին այդ խնդիրը գրեթե չկար։ Բիզնեսը երբեք չի պարտվի, մոռանանք դրա մասին։ Ուղղակի պետք է կարողանանք կարեր գրենք, գտնենք եւ եզրեր գտնենք, որպեսզի բիզնեսը միացնենք մշակույթին։ Որովհետեւ չի կարելի այսպես ասել, որ թե անորակ բան չես տալիս, ուրեմն բիզնեսը կտապալվի, այդպիսի բան չկա։ Կարելի է լավ բան մատուցել, ուսուցողական, եւ չմոռանանք, որ հեռուստաընկերությունները հենց իրենք են թելադրում եւ ձևավորում ճաշակը։ Եվ ո՞նց է կատարվում այդ գովազդը, այսինքն ինչքան շատ մարդ նայում են հեռուստացույց, այդ պահին բնականաբար այդտեղի գովազդը ավելի թանկ է լինում։ Հեռուստատեսությունները ինքներն են ձևավորում ճաշակ եւ կարող են ձևավորել լավ ճաշակ։ Միևնույնն է մարդիկ նայելու են։ Միևնույնն է։
Այսինքն այդ ստերեոտիպը ես ուզում եմ վերացնենք մեր մեջից, որ պետք է անպայման վատ բան լինի, որպեսզի ինքը գումար ապահովի, այդպիսի բան չկա։ Օրինակ լրատվական դաշտում եթե նայենք, մարդիկ ավելի շատ դիտում եւ հետաքրքրվում են այն նյութերով, որոնք վթար են պատկերում, չգիտեմ, ու վատ բաների մասին են, քան նյութեր, որոնք խորը վերլուծություններ են պարունակում թեկուզ մշակույթի մասին։ Այս դեպքում ինչ է, սա ինչ է։ Դա ավելի շատ մարդկային առանձնահատկություն է, որովհետեւ մեզ միշտ ձգում է վատը, մեզ միշտ ձգում է սենսացիոնը։ Ուղղակի մարդու առանձնահատկությունից է, չեմ ասում դրանք ամենապահանջվածն են կամ օրինակ եթե ձեր շենքում կռիվ լինի, դուք անպայման պատուհանից մի անգամ կնայեք, անպայման։ Ձեզ հետաքրքիր չի ովքեր են կռվում, ինչ է լինելու այդ կռվի արդյունքում, բայց դուք պետք է նայեք։ Ինձ թվում է նույն երևույթն է։ Լավ, եթե համեմատենք Հայաստանի մշակույթը համաշխարհային մշակույթի հետ, ինչպիսի իրավիճակ է եւ Հայաստանը ձեր աչքով եթե նայենք, ինչպիսի որտեղում է գտնվում, եթե մշակութային դաշտում դիտարկենք։ Եկեք ոչ թե տեղով խոսենք կամ դասակարգենք, այլ խոսենք տարիներով։ Ես կարծում եմ, որ մեր մշակույթը մոտավորապես կես դար հետ է համաշխարհային մշակույթից։ Եվ մեր մոտ պակասում է ուսումնատենչությունը եւ մեր մոտ պակասում է աշխատասիրությունը, որպեսզի դա կարողանանք շտկենք։ Մենք մտել ենք փակ մեր խցերի մեջ եւ սովորություն չունենք, նայենք դուրս, նայենք աշխարհին ինչ է կատարվում, սովորենք մի բան։ Մենք մտածում ենք, որ ես առանձնահատուկ եմ։ Դա իմ մոտ կստացվի եւ դա համատարած է այդ խնդիրը։ Մենք այո, գտնվում ենք շատ վատ մակարդակում, շատ հեռու եւ ամենայն դեպքում ես զինվում եմ լավատեսությամբ, որ այսպես չի լինի եւ ասում են, որ մի ծաղիկով գարուն չի գա, ժողովրդական այսպեսի ասացված կա, ոչ մի ծաղիկով գարուն կգա։ Ցանկացած հոսանք, ցանկացած իզմ սկսել է մի լավ գործից։ Ես հուսամ, որ այդ ժամանակը կգա, որ առաջին լավ գործը լինի ամեն մի բնակավարում, ամեն մի ճյուղում։ Բայց նաև տեսակետ կա, որ համաշխարհային մշակույթը եւս ճգնաժամի մեջ է եւ այնտեղ էլ կան խնդիրներ, ուղղակի համեմատելիս նշում են, որ Հայաստանում գուցե դա ավելի շատ է, բայց դա գլոբալ խնդիր է եւ միայն Հայաստանի խնդիր չէ, ամբողջ աշխարհն է այդ պարզունակության ճանապարհով գնում։ Այո։ Այդպիսի տենդենց, այո, ես նկատել եմ պարզունակության եւ ոչ միայն պարզունակության, այլև աստվածամերժության։ Որովհետև դա եկամուտ է բերում, իսկ աստվածամերժությունը չգիտեմ, երևի թե չխոսեմ, որ կողմից է թելադրվում, ինչ ուժերի կողմից, ինչու, բայց այո, այդպիսի տենդենց կա, անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ ամբողջ աշխարհում այդպիսի վատ մակարդակում է, այսօր գոյություն են եվրոպական հրաշալի ֆիլմեր, ամերիկյան հրաշալի ֆիլմեր, դրան հակառակ մենք ոչինչ չենք կարող ասել։ Նագի Սահակյանը կանխատեսում էր, որ կգա ոգուսով, արդյոք եկել է, թե սպասվում է այդ ոգուսովը, այդ նկատի առնենք նաև այդ կրոնական կողմը։ Քայլ գալիս է ոգուսովը, եւ միայն Սահակյանը չէ, դրա մասին Աստվածաշունչն էլ է ասում, այո, ոգուսովը լինելու է, եւ մարդիկ չեն զգալու այդ սովը, որովհետեւ հիմա մարդկանց կառավարելու համար հռոմեական կայսրները շատ ճիշտ բան են մտածում, որ մարդուն ինչ է պետք կառավարելու համար ամբողին։ Ռուսերեն պետք է ասեմ այս բառերը, ներեցեք ինձ, որովհետև տերմինը ռուսերեն է, խլեբ զրելիշը։ Հաց եւ տեսնելու ինչ որ բան։ Դրա համար ստեղծեցին գլադիատորական այդ կռիվները։ Նույն բանն է։ Հիմա այսօր կտրում են հոգեվոր կապը Աստծուց, տալիս են կերակուր եւ տեսարաններ, տարբեր թոք-շոուներ, տարբեր, չգիտեմ, ամեն ինչով սերիալներ, չգիտեմ ինչեր, որ մարդ չհասցնի, չկարողանա կտրվի դրա մեջից եւ դուրս գա, որպեսզի ուղեղը սկսի աշխատել։ Իսկ արդեն ոչ վաղ անցյալում անգլիացի գիտնականները արդեն ապացուցել են, որ մնայուն մի բան նայելը հեռուստացույցով, մնայուն անդադ սերիալի հաճախականությամբ, հա, ուղեղի մեջ ճարպակալություն է առաջացնում։ Ես կարծում եմ մեր ազգին վիրահատող է պետք, որպեսզի մեր բոլորի մեջից այդ ճարպը հանի ուղեղից։ Նաև մեծ փիլիսոփաները երբ նշում են քաղաքակրթությունների մասին, այնտեղ առանձնացնում են, որ կան շրջաններ, երբ քաղաքակրթությունը գալիս է իր վերելքին, ապա սկսում է անկում ապրել։ Եվ խոսելով մեր ժամանակաշրջանի մասին, մասնավորապես Եվրոպայի մասով էր նշված, Եվրոպայի մայրամուտը գրքում
կանխատեսում են հենց այդ քաղաքակրթությունների վերջը։ Դուք այդպիսի միտում տեսնում եք արդյոք կա թե չէ, եւ ըստ այդմ էլ նաեւ կապում են աշխարհի վերջ հասկացություն, այսինքն այն չպետք է ուղիղ իմաստով տեսնել, այլ պետք է տեսնել կոնկրետ մշակույթի եւ քաղաքակրթության կորստով։ Գիտեք, ոնց շատ գլոբալ է հարցը։ Ես չեմ կարծում, որ այդպիսի գլոբալ խավարում պետք է լինի։ Այո, ինչ խոսք, մենք ռեգրես ենք ապրում, մենք գնում ենք դեպի անկում։ Իսկ ուղղակի մենք ձգան ժամանակաշրջանից փոխում ենք Վադալիայի ժամանակաշրջան, մեր մոտ էրա է փոխվում։ Եվ այդ որ ասում են աշխարհի վերջ, բան, այդ ուղղակի մի ժամանակաշրջանը մահանում է եւ մտնում ենք ուրիշ ժամանակաշրջան։ Ես չեմ կարող կանխատեսեմ կամ ինչ կլինի մյուս ժամանակաշրջանում, բայց որ անկման տենդենսը կա, դա միանշանակ է, սակայն մենք եթե նայենք պատմության, այո, ինչպես ասացիք, Եվրոպայի ընդհանրապես արվեստի զարգացումը սպիրալաձև է, գնում է դեպի անկում, հետո բարձրանում է, գնում է դեպի անկում եւ բարձրանում է։ Ես կուզենայի, որ այն վիճակում, որ այսօր մենք ենք, լիներ անկման վերջին կետը, որ սրանից հետո բարձունք լիներ, ոնց որ Կոելյոն է ասում, որ ամենամեծ լուսաբացը կյանքի քո գալիս է ամենամեծ մայրամուտից հետո։ Ես շատ կուզեի, որ այսօր հենց այս ժամին լիներ ամենամեծ մայրամուտը։ Չեմ ուզում այս տխուր նոտայի վրա ավարտենք, կուզեմ նաև վերադառնանք մեր խոսակցության սկիզբ, վերադառնանք ռեժիսուրային, կոնկրետ Հայաստանում դուք որպես ռեժիսոր տեսնում եք ռեժիսորական դաշտի մենաշնորհ թե ոչ։ Գիտեք ոնց, նման բաներ կան, այո, որոշակի առումով, որոշակի տեղեր մոնոպոլացված է, այո։ Եվ պետության դերը, խնդրում եմ այդ տեքստում ասեք նաև պետության դերը որն է այդ դաշտի վերացման։ Մի քիչ ավելի շատ բարձի թողի վիճակում է պետության կողմից, դրա համար այդպես ինչ կարող եմ այն էլ, ինչ կարողանում եմ նա էլ անում եմ։ Այդպիսի տենդենս կա եւ բացի տենդենսը այդպիսի երևույթ կա, որոշ չափով մոնոպոլիզացված է, այո։ Եվ որոշ չափով ստեղծագործողին ուղղակի եթե ինքը կարող է եւ կանի հնարավորություն չի տրվում վերցնել եւ անել։ Սակայն ես այդ ամեն ինչի մեջ միևնույնն է փորձում եմ մեղքը գտնեմ մեր մեջ։ Ես չեմ դուրս գալիս, ես չեմ բողոքում, որ ինչի ինձ ավելի մեծ ֆիլմ չեք տալիս ես անեմ, ինչի էս չեք տալիս, այն չեք, ես բողոքող չեմ։ Ես պայքարող եմ։ Ես սկսում եմ պայքարել ինքս իմ առաջ։ Ես մտածում եմ, իմ մոտ ինքնակնդատությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Եթե այսօր ես ֆիլմ չարեցի, գեղարվեստական մեծ, ուրեմն ես դեռ չեմ հասել այդ մակարդակին, ուրեմն ես պետք է աշխատեմ իմ վրա, ոչ թե պայքարեմ, որ մեկը մոնոպոլիան վերցրել է ձեռքը եւ բոլորը իր երեխաներին է տալիս կամ չգիտեմ ինչ է անում իր բարեկամներին, այլ ես սկսում եմ մեղք փնտրել իմ մեջ։ Գուցե ես ավելի պետք է շատ կրթվեմ, գուցե ավելի շատ պետք է սովորեմ, որովհետև ես կինոյին մոտենում եմ մեծագույն ակնածանքով։ Եվ չեմ կարող ուղղակի 2 դերասան, 3 դերասան կանգնացնել, մի երկու խոսք ասեն, կինո Մոսկվայում պրեմիերա տամ, ասեմ, այո, տեսեք, եկեք նայեք իմ ֆիլմը, այդպիսի բան չկա։ Կինոն դա գաղափարախոսություն է, կինոն դա քո շփման եզրն է աշխարհի եւ կյանքի հետ։ Եվ 10 անգամ պետք է չափել նոր կտրել։ Այսինքն եթե դու խոսք ես ասում, դա նույն բանն է ինչ որ տրիբունա, նույն բանն է ինչ որ թատրոն, դու կանգնած ես այնտեղ քո ժապավենով ֆիլմ է գրում, տարբերություն չկա, դու ես այնտեղ կանգնած։ Մարդիկ նստած են։ Պետք է ամեն բառերդ ընտրես, հատնտիր։ Ինչ ես ուզում ասել այսօր մարդկանց, որպեսզի ինքնանպատակ չստացվի։ Շնորհակալություն, հուսամ, որ ձեր խոսքերը կլսեն դրական իմաստով փոփոխություններ տեղի կունենան գոնե ռեժիսուրայի ոլորտում, եթե ամբողջ մշակույթի չասեմ, իսկ մեր դիտողներին էլ հիշեցնեմ, որ ժամը մի դեմքեր հաղորդման հյուրն էր կինոռեժիսոր Վահե Յանը, կհանդիպենք։